Լիտվայի Կլայպեդա քաղաքում անցկացված միջազգային մրցույթ փառատոնին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գագիկ Մալխասյանը սիրով է մասնակցել։ Ասում է, որպես ժյուրիի անդամ իր գործը լավ գիտեր, ստացել է նաև պատվոգիր, սակայն հասնել Լիտվա ու չներկայացնել հայկական դուդուկն իր ամբողջ հմայքով դուդուկահար Գագիկ Մալխասյանը չէր կարող։ Ցանկություն հայտնեցին, որ ես այնտեղ մի համերգային ծրագիր ներկայացնեմ։ Քանի որ դուդուկահարը միայնակ էր մեկնելու Լիտվա առանց նվագակցողների, ապա մտածեց, որ նախապես կարելի է ուղարկել նոտաները, որպեսզի տեղում ծանոթանան ստեղծագործություններին։ Ուղարկեցի ես իրենց, որ իրենք այնտեղ սովորեն, եւ ես էլ այստեղ պատրաստված գնամ այդ իրենց համերգը նվագելու, իմ մենահամերգը նվագելու։ 2 օր ժյուրիի անդամ լինելուց հետո նոյեմբերի 24-ին Կլայպեդայի ակադեմիական դահլիճում տեղի ունեցավ Գագիկ Մալխասյանի մենահամերգը։ Պահը բարդ էր ու պատասխանատու, բեմում հայկական դուդուկի հոգեպարար հնչյուններն էին։ Համերգի ընթացքում տարբեր ստեղծագործությունների կատարման ժամանակ համադրվել են նաև հայկական դուդուկն ու Լիտվայի ազգային երաժշտական գործիք համարվող Բերբինան։ Մասնագետի խոսքով արդյունքն հրաշալի է եղել։ Մենք պատրաստել ենք տվյալ ակադեմիայի ռեկտորի հետ իրենց ազգային գործիքը, որ ինքն է ներկայացնում է նվագում Բերբինա գործիքը։ Մենք նվագեցինք երկուսով մի ստեղծագործություն։ Համերգը կայացել է առանց նախապես կատարված փորձերի, պարզապես 1-2 բառով շփվել են ինչպես դաշնակահարի, այնպես էլ Բերբինա նվագողի հետ։ Գագիկ Մալխասյանի արհեստավարժությունն իր գործն արել է։ Համերգն արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատականին։ Մենք այս ձայնի գործիքի ձայնից հուզվել ենք, այդպես ասած, իրենք ռուսերեն ավելի շատ ասին, ասեցին, որ բաժեստվենի զվուկ դուդուկի համար, որոնց իրենք իրոք զարմացած էին եւ հուզված էին, եկան ասին, որ այնպեսի երաժշտություններ նվագեցիք, որ իրոք մեր հոգիները խանդավառեցիք եւ մենք հուզվել էինք, ուզում էինք լաց լինեինք համերգի ժամանակ։ Այս համերգից հետո Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստը նախատեսում է շարունակել համագործակցությունը, 2 ազգային գործիքների համադրումից ստացված ստեղծագործություններն աշխարհին ներկայացնելու եւ 2 երկրների մշակութային կապերն ամրապնդելու հարցում դեռ ասելիք ունի։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, այսօր։